Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ երբ Ուկրաինայի զորքերը հեռանան Դոնբասում իրենց զբաղեցրած տարածքներից, այդ ժամանակ էլ կավարտվեն ռազմական գործողությունները։ Եթե չհեռանան, մենք դրան կհասնենք ռազմական եղանակով, ասել է Վլադիմիր Պուտինը, հավելելով. առաջնագծի բոլոր ուղղություններում ռուսական ուժերի առաջխաղացումը շարունակվում է։ Բիշկեքում մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հաստատել է հաջորդ շաբաթ ամերիկյան պատվիրակության այցը Մոսկվա։ Նրա խոսքով ամերիկյան նախաձեռնությունը կարող է հիմք հանդիսանալ հետագա պայմանավորվածությունների համար։ Նա ընդգծել է, որ Ղրիմի և Դոնբասի իրավական կարգավիճակը լինելու է բանակցությունների առանցքային հարցերից մեկը։ Պուտինը ևս մեկ անգամ կրկնել է. իմաստ չի տեսնում Ուկրաինայի իշխանությունների հետ փաստաթղթեր ստորագրելու մեջ, քանի որ նրանց համարում է անօրինական։ Ռուսաստանի նախագահի խոսքով խաղաղության համաձայնության հասնելու դեպքում Ուկրաինայում անհրաժեշտ է չեղարկել ռազմական դրությունը և պետք է ընտրություններ անցկացվեն։ Այժմ ըստ Պուտինի իրավական տեսանկյունից հնարավոր չէ Կիևի հետ համաձայնություն կնքել։ Ըստ նրա, պնդումները, թե Մոսկվան Եվրոպայի վրա հարձակման մտադրություն ունի, ծիծաղելի են, և եվրոպական կողմը դրանք օգտագործում է որպես պատրվակ իր պաշտպանական ներուժն ամրապնդելու համար։ Այնուամենայնիվ, Պուտինի խոսքով, եթե եվրոպացիները ցանկանում են Եվրոպայի վրա չհարձակման երաշխիքներն արձանագրել փաստաթղթում, Մոսկվան պատրաստ է դա անել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհաբանության օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինային աջակցության համար։ Նա հույս է հայտնել, որ արժանապատիվ խաղաղությունը և երաշխավորված անվտանգությունը կդառնան երկու երկրների ընդհանուր ձեռքբերումը։ Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունները մոտ ապագայում կրկին հանդիպում կունենան խաղաղության ծրագիրը քննարկելու համար։ Անդրեյ Սիբիհայի խոսքով Ուկրաինայի համար հրադադարի հաստատումը չափազանց կարևոր է և Կիևը կոնկրետ արդյունքներ է ակնկալում։ Սիբիհան հավելել է. կան զգայուն հարցեր, որոնք կարող են քննարկվել միայն ղեկավարների մակարդակով, ուստի ուկրաինական կողմը հետաքրքրված է նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպմամբ։ Ըստ ամերիկյան սկզբնական ծրագրի Ուկրաինան պետք է տարածքներ զիջի, կրճատի իր զորքերի թվաքանակը և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում երիտասարդների համար կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով։ Մակրոնի խոսքով կամավորների մեծ մասը կլինեն 18-ից 19 տարեկան։ Նրանք կսկսեն ծառայությունը հաջորդ տարվանից 10 ամիս ժամկետով։ Կամավորները կծառայեն բացառապես Ֆրանսիայում և նրա անդրծովյան տարածքներում։ Մինչև 2035 թվականը նախատեսվում է տարեկան զինվորագրվածների թիվը հասցնել 50,000-ի։ Կամավոր զինվորական ծառայության մասին ծրագրեր են քննարկվում նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես Գերմանիայում ու Լեհաստանում։ Հռոմի Լևոն 14-րդ պապն իր առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում ժամանել է Թուրքիա։ Անկարայում Աթաթուրքի դամբարան այցելելուց հետո նրան ընդունել է Թուրքիայի նախագահը, այնուհետև նրանք երկկողմ հանդիպում են անցկացրել։ Թուրքիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպմանը Հռոմի պապը հայտնել է աշխարհում արյունալի հակամարտությունների մեծ թվի մասին և նախազգուշացրել, որ մաս առ մաս համաշխարհային երրորդ պատերազմ է ընթանում։ Ռեջեփ Էրդողանի հրավերով Անկարայում է նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկեա քաղաքը, Հռոմի պապը կմասնակցի Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնակատարությանը։ Այցի ընթացքում Հռոմի պապը կմեկնի նաև Ստամբուլ։ Ակնկալվում է, որ Լևոն 14-րդը կայցելի Պոլսո հայոց պատրիարքություն, որտեղ կհանդիպի պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանի հետ ու կաղոթի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում։ Հռոմի պապը նաև կայցելի Ստամբուլի Կապույտ մզկիթ։ Նոյեմբերի 30-ին Լևոն 14-րդ պապը Թուրքիայից կմեկնի Լիբանան, որտեղ կհանդիպի կրոնական առաջնորդների հետ։ Այնուհետև պատարագ կմատուցի Բեյրութի ափամերձ հատվածում 2020 թվականին տեղի ունեցած պայթյունի վայրում, աղոթելով ավելի քան 200 զոհերի համար։ Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում արդեն երկրորդ օրը մոլեգնող հրդեհի զոհերի թիվը հասել է 75-ի, գրեթե 300 մարդ անհետ կորած է։ Կան նաև տասնյակ վիրավորներ։ Հարյուրավոր բնակիչներ տեղավորվել են ապաստարաններում, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։ Ըստ իշխանությունների հրդեհն աստիճանաբար վերահսկողության տակ է վերցվել։ Շենքերում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, հրդեհի պատճառը դեռ հետաքննվում է, սակայն ըստ ոստիկանության վերանորոգման ընթացքում օգտագործվող նյութերը հրակայուն չեն եղել, ինչը նպաստել է հրդեհի արագ տարածմանը։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել են բամբուկե փայտամածներ, որոնք նույնպես արագ են բռնկվում։ Շինարարական ընկերության տնօրեններից երկուսը և ինժեներ խորհրդատուն ձերբակալվել են։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։